Տարեսկզբից Ախուրիկի անցման կետում ծառայություն իրականացնում են միայն ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները, հայտնել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։ Նա նշել է, որ անցման կետում ռուս զինծառայողները ծառայություն չեն իրականացնում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական դիրք չի կառուցվել։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռակա ուժեղ առաջարկներ անել իր քաղաքական հակառակորդներ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին։ Փաշինյանը նրանց առաջարկել է ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության գրել արհամարել բառը։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ կշտացնող առաջարկ է արել Փաշինյանին, առաջարկելով ուտել 42 հատ պերաշկի, 6 գծամետր էլ սուջուխ։ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանաբնակ հայերի ընտրությունների մասնակցելու եւ քվեարկության մասին հայտարարությանը արձագանքել է Արթուր Ասատրյանը։ Երբ որ ես հայտ կներկայացնեմ, որ գան ինձ ընտրել, դու կտենաս, թե ինձ են ընտրելու, թե քեզ են ընտրելու։ Նիկոլ Փաշինյանի դեմ գրառման համար արցախցի կնոջը փոքրիկի հետ գիշերը քննչական կոմիտե տանելու դեպքով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հրահանգել է ուսումնասիրություն անել։ Արա Ֆիդանյանը ազատվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նրա ազատման պատճառների մասին չի նշվում։ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը դեռ սպասում է նրա տեսաուղերձով հանդես գալու թույլտվության վերաբերյալ քննչական կոմիտեի որոշմանը, ասել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Արդարադատության նախարարությունը հերքում է լրատվամիջոցներով շրջանառվող նոր սահմանադրության նախագծի տեքստը։ Նախարարությունից պնդում են, որ շրջանառվող տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել։ 98 տարեկանում մահացել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը։ Այս շաբաթ առնվազն 8 նավ է անցել Հորմուզի նեղուցով Հնդկաստանից, Պակիստանից եւ Հունաստանից, ինչպես նաեւ Իրանի սեփական նավթային նավատորմը։ Բեռնափոխադրող ընկերությունների ղեկավարների կարծիքով այդ գործողությունները կոչված են ցույց տալու Թեհրանի վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունեցող ջրային այդ ճանապարհի նկատմամբ։ Մոսկվան չի մասնակցի մարտի 21-ին նախատեսված Կիևի եւ Վաշինգտոնի միջև բանակցություններին, սակայն հույս ունի, որ մոտ ապագայում կվերականգնվի եռակողմ ձևաչափը, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։